Պարոն Խաչատրյան, երեք նաև հայտնի դարձավ, որ եպիսկոպոսաժողովը այս անգամ կգումարվի Ավստրիայում, ըստ ձեզ ինչու՞։ Ես կարծում եմ, ձեր հարցը պետք է ուղղվի եկեղեցու այդ որոշումը կայացնողներին, Կտրիչ Ներսիսյանին եւ մյուս պաշտոնյաներին, որոնք պաշտոններ են զբաղեցնում եկեղեցում, բայց շատ տարակուսելի է, որ Կրոնական կազմակերպությունը կամ ինստիտուտը, որի անունն է Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցի, իր գլխավոր ժողովներից մեկը կազմակերպում է Հայաստանի Հանրապետությունից դուրս եւ սա է նաեւ փաստ եւ փաստարկ այն պնդման, որ այդ մարդիկ, որոնք այս որոշումները կայացնում են, իրենց դուրս են դնում Հայաստանի Հանրապետությունից եւ ըստ էության իրենց նպատակը չէ նաեւ իթիվս այլ նպատակների նպաստել Հայաստանի անկախությանը, նպաստել Հայաստանի ինքնիշխանությանը, նպաստել Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը եւ շատ տարակուսելի է այդ որոշումը, բայց նաեւ գործընթացներին հետեւելով նաեւ շատ հասկանալի է ստեյության։ Բայց Մայրաթորը պարզաբանել է, որ իշխանությունը ճնշումներ է գործադրում պարբերաբար հոգևորականների եւ ընդհանրապես ԲՀՊ-ի հետ կապված այս բռնաճնշումների հետևանքով են նրանք ստիպված եղել տեղափոխել եպիսկոպոսաժողովը։ Իշխանությունը, կառավարությունը Հայաստանի որևէ ինստիտուտի նկատմամբ առավել եւս Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ որևէ բռնաճնշում, հակազդեցություն չի ձեռնարկել, ընդհակառակը ձեռնարկվել է Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման բավականին պոզիտիվ նախաձեռնություն, որին միացել է նաև եւ հատկապես եւ առաջին հերթին եկեղեցու սպասավորներ, եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչներ, քահանաներ եւ այլն, եւ տեսեք, եթե դուք նկատի ունեք Կտրիչ Ներսիսյանին, ապա Կտրիչ Ներսիսյանը իբնե չէր կարող լինել Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդ եւ կաթողիկոս, որովհետեւ ըստ էության խախտել է կուսակրոնության ուխտը եւ ըստ էության խախտել կանոնագիր հայոցը եւ սա այս ամբողջ խոսակցությունը դրա արձագանքն է նաեւ այսինքն Երևան եկավ մեկ այլ հանգամանք, որ Կտրիչ Ներսիսյանի եղբայրը հանդիսանում է KGB-ի գործակալ, ինչը կամ եղել է կամ կա, չգիտեմ, ինչը ըստ էության նաեւ սպառնալիք է, մեկ այլ տեսակի սպառնալիք է արդեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ինչ վերաբերում է ձեր նշած եպիսկոպոսներին, դուք տեսել եք այն հայտարարությունը եւ ընթերցել եք այն հայտարարությունը, որոնք նրանք տարածել են Նիկոլ Փաշինյանի հետ, եւ այդ հայտարարության մեջ բոլորը ընդունում են իրենց մեղսավոր լինելու հանգամանքը եւ իրենք եւս պատրաստ են բարենորոգման այս գործընթացում ուրեմն բարենորոգվել կամ մաս դառնալ են process-ին, որը կբերի եկեղեցու ավելի լավացմանը։ 21 թվականին ձեր ծրագիրն եք խախտել, չեք պատերախոսումներ հանրության դրած, դուք ինչու եք մնացել։ 2021 թվականին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հանրությունից հայցել է մանդատ, որպեսզի որ Հայաստանին բերի խաղաղություն եւ տարածաշրջանին եւ այդ մանդատը ըստ էության այսօր մենք կարող ենք փաստել, որ լիակատար կատարել ենք, իսկ ինչ վերաբերում է կուսակցությունների եւ կառավարությունների խոստումները կատարելուն կամ չկատարելուն, դրա համար ժողովրդավարական համակարգերում կա շատ հստակ մեխանիզմ եւ դա ընտրություններն են եւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Հայաստանի քաղաքացիները կտան այդ պատասխանը, արդյոք մենք կատարել ենք մեր խոստումները թե ոչ։ Պարոն Խանոյան, ձեր ընդդիմադիր գործընկեր պարոն Ղուկասյանը քիչ առաջ ջրազրույցում հրապարակված նկարին ասաց, որ այն իրավական ավելին դրանով հիշեցած, որ Հայաստանը ընդամենը 26% սուվերենություն ունի այդ գործընթացում եւ հավելեց նաեւ, որ եթե իրական իշխանության փաստաթղթի մի շարք հայտարարիչ դրույթներ վերաբանակցելու են, ասաց նաեւ, որ ըսկի չբանակցեին է այդ 26%-ը ստանալու են, վատ բանակցող է։
մեծ բանակցող վերլուծաբան եւ տեսաբան լինել պետք չէ պարզելու, որ այդ փաստաթուղթը իրավական ուժ չունի, որովհետեւ դա գրած է փաստաթղթի նախաբանում, որ փաստաթուղթը իրավական փաստաթուղթ չէ, դա հայտարարություն է արտգործնախարարի եւ պետքարտուղարի բանակցությունների տևանքով, բայց դա շրջանակ է եւ դա քաղաքական հանձնառություն է, որին կհետևեն իրավական փաստաթղթերը, այն է պայմանագիրը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ եւ KTRIP զարգացման ընկերության կանոնադրային փաստաթղթերը։ Ինչ վերաբերում է 26% սուվերենության, իհարկե զավեշտալի է այս ձևակերպում, օրինակ պարոն Ռուստամյանը չասեց, որ հետցում Հայաստանը քանի տոկոս սուվերենություն ուներ, Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությունում քանի տոկոս սուվերենություն ուներ, մյուս Հայաստանի ուրեմն գազային համակարգի նկատմամբ քանի տոկոս սուվերենություն ունի։ Այս սրանք եւ չունենալով պետության մասնակցությունը այդ գործարքների մեջ բայց այնուամենայնիվ ես չեմ պնդում, որ այս գործարքներում Հայաստանը չունի սուվերենություն, ընդհակառակը չունենալով որևէ տոկոս մասնաբաժին Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությունում կամ նախկինում չունենալով հետցում որևէ տոկոս մասնակցություն, ես չեմ կարող պնդել, որ Հայաստանի սուվերենությունը խախտվում էր, ոչ, եւ այս նախագծով, TRIP-ի նախագծով առավել քան ակնհայտ է, որ Հայաստանը սուվերենության որևէ խախտում չի ունենալու, այլ փոխարենը Հայաստանը նաև ունենալու է որոշակի դիվիդենդներ, ունենալով որոշակի բաժնեմասեր ընկերության մեջ, եւ նաև շրջանակը, որը հրապարակվել է, շատ հստակ եւ աներկբա կերպով ասում է, որ Հայաստանի սուվերենությունը այս նախագծի վերաբերյալ անքննարկելի է եւ բացարձակ։ Իսկ փաստաթուղթը հնարավոր է հետագայում վերաբերել ինչպես Ես դրա որոշ դրույթներ խնդրահարություններ ձևակերպում։ Փաստաթուղթը բանակցվել է եւ ես որևէ հիմք եւ պատճառ չեմ տեսնում այն վերաբանակցելու։ Ցանկացած բան հնարավոր է վերաբանակցել ըստ էության, բայց դրա համար պետք են հիմնավոր պատճառներ, ես դրա ընդհակառակը, այս փաստաթուղթը շատ լավն է ու պետք է դա շարունակել սրա վրա աշխատել։ Անխոչնդոտ անցման հետ կապված բազմիցս մեկնաբանություններ տվել ենք օգոստոսի 8-ից հետո, որովհետև դա անխոչնդոտ նշանակում է, որ Հայաստանը որևէ խոչընդոտ չի ստեղծելու թե Ադրբեջանից Նախիջևան անցման, թե միջազգային տրանզիտի համար եւ բայց բնականաբար դա այդ անցումը տեղի ունենալու Հայաստանի իրավազորության ներքո։ Պարոն Խանդարյան, ձեր ընդդիմները այսօր մեր ձևով ներկայացրել Հիմա պետք է այդտեղ մի քիչ մեկնաբանենք, էլի մեր ձևով, ինչ որ տարբեր անուններ են, էլի, հնչում արդեն Հիմա իրենց նախընտրական ծրագիրն են ներկայացրել, բավականին ներկայացական այսպես բաներ են խոստանում հասարակությանը եւ կարծեք թե այս առումով ձեր ծրագիրը բավականին զիջում է։ Դուք մեր ծրագիրը դեռ չեք տեսել։ Չէ, նախորդ նկատ ունեմ, այն որ ասում են։ Դե մենք դեռ նոր ծրագիր պիտի ներկայացնենք մեր համար։ Ավելի լավ խոստումներ են տալիս եւ ասում են դրանք իրականացնել դրեն։ Ասում են տարեկան 3000 փոքր ընկերություններ կստեղծեն 300,000 նոր աշխատատեղեր, դեղերի գների շեշտակի իջեցում կլինի 20%-ով այսպես են նշանակյա։ Լավ, հասկանալի է։ Ես ճիշտն ասած նախկին իմ գործունեության ընթացքում լինելով լրագրող, հետո քաղաքականության մեջ լինելով վատ նախընտրական ծրագիր կյանքում չեմ տեսել։ Բոլոր նախընտրական ծրագրերը շատ լավն են։ Բայց այդ նախընտրական ծրագրերը պետք է նախ ընտրվեն եւ հետո կարողանան իրագործել։ Իսկ Հայաստանի անկախության պատմությունը ցույց է տվել, որ Հայաստանի ներքին զարգացման տեսանկյունից նախորդ տարիները, հատկապես նախորդ 5 տարիները եղել են աննախադեպ տարիներ, թե սոցիալական, մարդկանց սոցիալական վիճակի բարելավման տեսանկյունից, թե տնտեսվարողներին տնտեսական հնարավորությունների եւ արտոնությունների հնարավորությունից եւ թե ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից կրթության, առողջապահության զարգացման տեսանկյունից եւ սրանք թեմաներ են, որոնք ավարտված չեն դեռ եւ դրանք պետք է շարունակենք եւ մենք պատրաստում ենք հաջորդ 5 տարիներին եւս քաղաքացիություն ստանալու պարագայում շարունակել դրանք իսկ թե ինչ շատ դպրոցներ պիտի կառուցեն 300 եթե չեմ սխալվում, բայց դրանք կեսն էլ չեք կառուցում։ Դրանց այդ դպրոցները կամ կառուցված են արդեն
կամ կառուցվում են կամ նախագծման փուլում են, այսինքն բոլոր 300 դպրոցների պարագայում կա ավարտված կամ սկսված ընթացքի մեջ գտնվող process, բայց նաև քննադատում ասում են ինչպես կարելի է գյուղում դպրոց կառուցել, գյուղում պետքա զավոդ կառուցել, իսկ բայց զավոդ կառուցելու համար պետքա մի քիչ խելք ունենալ եւ խելք ունենալու համար պետքա լավ դպրոց ունենալ, իսկ լավ դպրոցը լավ պայմաններն են նաև, ինչը մենք անում ենք։